ժողովուրդ ջան, մենք ձեզ լսում ենք, մենք էլ ներկայացնենք աշխարհաժողովի գաղափարը, եթե ցանկանում եք։ Տղեկ ջան, ձեզ ոնց որ ասած ձեզ բարի գիշեր, ձեզ հաջողություններ, մի խոսքով, եթե ստեղ կոնկրետ ազգային գաղափարախոսության վրա հենք, ցանկություն, գործողություն կա անելու, կապը գիտեք, կապի հետ ոնց որ ասած դժվար չէ։ Մեզ լսեք, մենք էլ մեր գաղափարը ասենք, որովհետև մեր ու ձեր գաղափարը շատ իրար հետ կապված է, էլի։ Բայց տեսեք, այսքան ժամանակ կներեք, էլի, ով էր խոսում նոր։ Թվաչականն է, մեր ձերքանի հարցան, բայց լավ սակին։ Մեր ընկերոջը ասեմ, որ ասեցիք մեր գաղափարները համընկնում են, հիմա ասեմ տղեկ ջան ձեզ։ Եթե համընկնեին, դուք բազմիցս արդեն հանդիպած կլինեիք ինձ հետ։ Դուք որևիցե մեկը եւ դրա հնարավորություններն ունեիք եւ դրա եթե ցանկություններն էլ ունեիք, բազմիցս հանդիպած կլինեինք։ Դուք չունեք այդ ցանկությունը։ Դրա համար է չեք անում։ Այնպես որ մի բան ասելը, մի բան ներկայացնելը, մեկ այլ բան է դրան տեր կանգնելը։ Այնպես որ արեք տարանջատենք, էլի այդ ամեն ինչը։ Ներկայացնենք, չէ, Ռոբերտ Սիմոնյան ջան, ներկայացնենք մեր գաղափարը, որը Սահակ ջան, հասկացա, չէ, մենք բազմիցս խոսել ենք իրար հետ, ճիշտ է։ Խոսել, չէ։ Այնպես որ նաև այսինքն հեռախոսը համարել կա, WhatsApp-էլ կա, Telegram-էլ կա եւ այլն, այսինքն հնարավորությունները կա կապ հաստատելու ու խոսելու։ Եթե ցանկություն լիներ, բազմիցս արդեն հանդիպել էինք, խոսեինք։ Դուք տեղ չունեիք, ես հրավիրեի ձեզ տեղ խոսելու։ Ցանկություն էր պետք։ Իսկ եթե հիմնվում է պակազուխայի վրա, ասենց ասեմ, էլի, ռուսերեն լսողներ էլ կան։ Այսինքն ներկայացուցչականի վրա դա լուրջ չի էլի տղեկ, լուրջ եմ ասում։ Ես ցանկանում եմ, տես ցանկացած ազգի ներկայացուցիչ, որը իրականում կրում է մեր ազգի գենը, եւ ցանկանում է որոշակի գոնե, հա, որոշակի բաներ շտկել այս ժամանակահատվածում, ապա ինքը նախ պիտի շահագրգռված լիներ, որ այդ խնդրու առարկաներին տեր կանգներ։ Այսօրվա վրա այս բոլորի դատական process-ները տանում եմ։ Պարզապես սրան միացում էր պետք կոնկրետիկայի մեջ, գործողություններով։ Ու սա դարձնեինք ազգային դատավարություն։ Ու այս վիժվածքներին հրապարակային իրանց արժանի պատիժը տային։ Բայց որևիցե մեկը չի եկել, որևիցե մեկը չի միացել, որևիցե մեկը չի խորացել դրա մեջ։ Այդ Ալմաթա, Մալմաթա կոչված այդ բոլորը փուչիկ է։ Այդ նույն այդ Ալմաթայի 91 թվականի կայացրած որոշումով սրանք բոլորը ենթակային գնդակահարության, որովհետև ամրագրել են Արցախը որպես Ադրբեջանի տարած գոյություն չունեցող պետության։ Հիմք ստեղծել, որ մեր երեխաներին է տարել են զոհաբերել են, մեր ոսկե սերուցքին, մեր պետությունը ծախել են, թալանել, որը պետական դավաճանության բոլոր դրույթների մեջ է մտնում։ Դրանց բոլորին կախաղան գնդակահարություն է ասնում։ Իսկ այսօրվա վրա ասում եք, արեք մեր սենց ասենք, մեր նենց ասենք։ Այս դատավարության մեջ համ գաղափարը կա, համ ծրագիրը կա, համ գործողություններն ու գործընթացը կա, որին տեր կանգնել է պետք պրոստը։ Իսկ դեզնից որևիցե մեկը մոտիկ չի գալի։ Հիմա ես ձեզ լսեմ ինչ անեմ։ Հաջողություն ձեզ։ Բարի գիշեր։